Ողջույն, 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Բարև ձեզ, պարոն Ասլանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսօր ձեր կուսակցության թեկնածու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց եք մեկնարկել եւ ձեր վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Նա ազգային ժողով էր եկել եւ մեկնարկվեց, կարող ենք ասել, արդեն իսկ գործընթացը։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, մեկնարկեց։ Պարոն Մարուքյանը եկավ ժամը 10-ի մոտերքը, 10-ից մի քիչ անց, եւ մենք պաշտոնական ձևով ամեն ինչ դրեցինք իրավական հողի վրա։ Եվ ինչ է լինելու։ Այսինքն, դա այն է, որ մենք, եթե մինչ այդ զուտ բանավոր էինք առաջարկել, մենք առաջարկությունն անում ենք, որպես ազգային ժողովի պատգամավորներ, առաջի հերթին, դե կուսակցությունը դեռ թողնենք մի կողմ, եւ առաջարկեցինք պարոն Մարուքյանին լինել վարչապետին իմպիչմենտի պրոցեսում մեր թեկնածուն։ Դրանից հետո մենք ստորագրեցինք մեր առաջարկը, որից հետո պարոն Մարուքյանը ելույթ ունեցավ եւ ասաց հաստատեց իր համաձայնությունը։ Այսինքն այսօր եկել էր համաձայնություն տալու։ Այո, համաձայնություն տրվեց եւ համաձայնություն տալուց հետո բնական է, որ բոլոր այդպես փաստաթղթերը ձևակերպվեցին, բոլոր փաստաթղթերը կազմված են եւ այդ փաստաթղթերի հիման վրա հիմա իմ սենյակում դրված են թղթերը եւ առաջին երկու ստորագրությունը պարոն Աղազարյանը եւ ես մենք դրել ենք դրա տակ եւ մյուսներին հրավիրում ենք ստորագրելու, որպեսզի լրանա 36-ը, որպեսզի կարողանանք դիմել ազգային ժողովի նախագահին այն լիագումար նիստ մտցնելու համար։ 3 օրը արդեն իսկ հայտարարություն է եղել, որ ձեր վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, բայց ընդդիմությունից որևէ արձագանք չկա։ Հիմա սա ինչպես է լինելու, այսինքն այս գործընթացը ընթացք չի ստանալու։ Տեսեք, իրականում մի քիչ փորձենք հասկանալ։ Այսօր ինչպես ֆուտբոլի մեջ են ասում, գնդակը գտնվում է ընդդիմության դաշտում, որովհետև արդեն բավականին տևական ժամանակ է, որ ընդդիմությունը հայտարարում է, որ իրենք սկսելու են impeachment, բայց նրանց պակասում է 2 ձայն, որովհետև 36 ձայնը պետք է լինի։ Դուք այդ 2 ձայները չտվեցիք։ Մենք չենք կարող տալ, որովհետև մեր կուսակցության ստեղծման առաջին իսկ պահից մեր համաժողովում մենք հայտարարել ենք, որ մենք չենք համագործակցելու ու չենք համագործակցում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ նրանց առանցքում գտնվող բոլոր ուժերի հետ, ինչպես նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Դուք չեք համագործակցում, բայց ակնկալում եք, որ իրենք համագործակցեն։ Սա ակնկալիքի հարց չէ։ Սա հետեւյալն է։ Մենք չենք համագործակցում իրենց հետ։ Իրենք էլ մեզ հետ չեն համագործակցում։ Իրենք համաձայնություն են տալիս, որ մեր հետ միասին սկսվի մի process, որը անվստահություն պետք է հայտնի Նիկոլ Փաշինյանին։ Սա համագործակցություն չի։ Սխալվում են այն մարդիկ, ովքեր մտածում են, թե համագործակցություն է։ Ուրիշ բան։ Հիմա տեսեք, այստեղ մի հետաքրքիր բան է լինում։ 4 տարի է ընդդիմությունը գլուխ է ջարդում, թե իրենք ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ 4 տարվա մեջ ոչ մի անգամ չեն դիմել այդ քայլին, նույնիսկ այն ժամանակ, երբ իրենք 36-ը ունեին, երբ Գեղամ Նազարյանը եւ Իշխան Զաքարյանը նրանց կազմում էին։ Հիմա չունեն։ Հիմա պատճառ էին բերում, որ չկան այդ 2 ստորագրությունները, որ բերեն։ Բայց այստեղ մի հետաքրքիր բաներ է կատարվում։ Երբ որ 36 ստորագրությունը կա, պետք է նաեւ, որպեսզի սկսվի անվստահության հայտնելը, պետք է նաև հայտարարվի այն թեկնածուն, որը պետք է լինի ընդդիմության առաջարկով։ Հիմա
Նրանք ոչ միայն չեն սկսում, այլև հայտարարում էին, որ մենք տեխնացու չունենք, քանի որ 36 ձայն չի հավաքվում։ Այդ դեպքում պարոն Աղազարյանի հետ մենք որոշեցինք, որ երբ որ պատիվ ունեմը հայտարարեց, որ իրենք կմիանան իմպիչմենտին, երբ որ Հայաստան դաշինքը հայտարարեց, որ եթե պատիվ ունեմը բերի 8 ստորագրություն, մենք ապա մենք 28-ը կտրամադրենք առանց նախապայմանների։ Հետաքրքիր է, որ երբ Հայկ Մամիջանյանը եւ Հայաստան դաշինքը երկուսն էլ հայտարարում էին, որ առանց որևէ նախապայմանի մենք կոժանդակ ենք։ Հիմա մենք երկուսով առաջարկեցինք։ Հիմա մենք Մամիջանյան Հայկին, այսինքն պատիվ ունեմին, առաջարկում ենք, մենք երկուսս կանք։ Դուք ասել եք առանց նախապայմանի եկեք ստորագրեք, կդառնա 8-ը, այդ դեպքում Հայաստան դաշինքը ասել է, եթե դուք 8-ը ներկայացնեք, մենք կստորագրենք, թող գան ստորագրեն։ Այսինքն սա դեռ չի նշանակում, որ մենք համագործակցում ենք։ Մենք միասնական ձեռք եք պարզում Փաշինյանին հեռացնելու հարցում։ Այո, ձեռք ենք պարզում։ Բացի դրանից, օրինակ մեզ մեղադրում են, ասում են, թող իրենք առաջարկեն։ Նախ իրենք չեն առաջարկում 1, իրենք տեխնացու չեն առաջարկում 2, եւ երրորդ կարևոր բանն էլ կա, այն որ մաս կուսակցությունը հիմնադրման պահից սկսած հայտարարել է, որ իրենք, այսինքն մենք, չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի շուրջը գտնվող ուժերի հետ եւ ինչպես նաեւ ՔՊ-ի հետ։ Հիմա ակնկալում եք, որ նրանք միանան այս գործընթացին եւ Փաշինյանին հեռացնելու գործընթացը սկսվի։ Հիմա ինչու միջև հիմա չեն արձագանքել, կարծում եք, եւ արդյոք արձագանքել։ Հիմա քիչ առաջ ես ասի, չէ, ֆուտբոլի կանոնով գնդակը գտնվում է իրենց բանում, դարպասում կամ իրենց մոտ։ Ինչ է իրականում կատարվում այստեղ։ Եթե նրանք չեն գալիս, չեն ստորագրում, դա նշանակում է, որ մինչև հիմա 4 տարի նրանք իրենց ընտրողներին եւ ժողովրդին խաբել են, ասելով, թե մենք խորհրդարան ենք եկել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, որովհետեւ սա քայլերից մեկն է։ Այսինքն սա ուրեմն իրենք ստել են ժողովրդին, որ կողմ են, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Ուրեմն ժողովուրդը կհասկանա, որ այս 4 տարվա մեջ իրենք խապնված են եղել ընդդիմադիր ուժերի կողմից, նրանք ցանկություն չեն ունեցել գնալու այդ քայլին։ Սա մեկ։ Երկրորդ, այստեղ շատ կարևոր բան կա, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ, որ բոլորիդ համար պարզ լինի։ Իրենք ցանկանում են, ենթադրենք այսպես, ցանկանում են, որ տեխնացուն լինի իրենցը։ Այո։ Բայց այդ դեպքում նաև հիմնավորում են, որ տեխնացուն իրենցը պետք է լինի, որովհետև Նիկոլ Փաշինյանը, եթե մնա ու ինքը անցկացնի ընտրություններ, ապա օգտագործելով ռեսուրսները, օգտագործելով իշխանությունը, բոլոր տեսակի կգնա խախտումների եւ նորից կվերընտրվի։ Այս դեպքում հարց է առաջանում. Սիրելիներս, մենք առաջարկել ենք մի մարդու, որը ոչ ՔՊ է, ոչ էլ ընդդիմություն է։ Բայց նախկինում Փաշինյանի թիմից է եղել։ Նախկինում, բայց sense մի բան կա։ Այսօր ընտրական տեղամասերում Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ընդդիմությունը եւ ընդդիմությունը այսպես իդեմս Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմի ամբողջ հանձնաժողովներում իրենք են։ Իրենք չեն կարող թույլ տալ, որ Էդմոն Մանուկյանը որևէ կերպ խախտում անի։ Ես կարծում եմ, որ սա միակ դեպքն է, որ եթե Էդմոն Մանուկյանը դառնա վարչապետ, այսպես թե այնպես
1 տարի հետո, որտեվ իրավունք չկա հիմա նոր առաջարկելու կամ նոր արտահերտ գնալու, ապա Էդմոն Մարուքյանը չի կարողանալու օգտագործել ոչ ռեսուրսներ, ոչ իշխանություն, ոչ մի բան, այսինքն նրա պայմաններում ավելի արդար ընտրություններ կլինեն։ Եվ ազատ, որովհետև իշխանությունը չի կարողանալու վարչական ռեսուրսներ կիրառել։ Այո, իշխանությունը չի կարողանալու օգտագործել իր ռեսուրսները եւ ընդդիմությունն էլ հստակ կարող է վերահսկել այդ ժամանակ։ Դուք պատկերացնում եք սա ինչքան այսպես դրական էմոցիա կհաղորդի ժողովրդին, որ տեսեք, սիրելի ժողովուրդ, սա ոչ նրանցից է, ոչ էլ նրանցից է։ Իրականում իշխանություն չունեցող մեկն է եւ սա խոստանում է 1 տարի հետո ինքը այսպես թե այնպես հեռանալու է Մարուքյանը։ Ուրեմն եկեք հասկանանք, թե ինչ է կատարում։ Եթե այսօր ընդդիմությունը վիժեսնի այս գործը, ուրեմն սիրելի հայրենակիցներ, եթե ընդդիմությունը այս գործընթացը վիժեսնի, իմացեք, որ այս ընդդիմությունը մշտապես խաբել է ձեզ, թե ինքը նպատակ ունի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու եւ ինքը այս 4 տարվա մեջ սիրով ու հանգիստ սերտ աճել է այս իշխանության հետ։ Նիկոլ Փաշինյան ընդդիմություն սերտաճած մի ամբողջ մարմին են։ Դուք այդպիսի գնահատական եք տալիս, բայց իրենք ունեն իրենց վաճառաբանությունները։ Իրենք ասում են, քանի դեռ փողոցում մարդիկ չեն հավաքված եւ չեն պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իրատեսական չէ։ Եթե անգամ իրենք տվեցին այս ստորագրությունները, մտավ խորհրդարան այդ նախագիծը, ինչ է լինելու։ Բնականաբար ԿՊ-ն մերժելու է եւ ոչ մի ընթացք չի լինելու։ Ասում են, այս ամենը պետք է ուղեկցվեր մարդկանց հոծ բազմությամբ, որոնք դրսում կպահանջեին թեկուզ հենց ազգային ժողովի առջև, կպահանջեին Փաշինյանի հրաժարականը եւ միգուցե դա ազդեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների վրա եւ նրանցից ոմանք այո դրանային գործն։ Հերմինե, դա սովորական մանիպուլյացիա է։ Ինչու՞։ Որովհետեւ ինչ է նշանակում 40,000 մարդու հավաքել փողոցում սպասեցնել տա, թե տեսեք, սպասեք, մենք հավաքենք ստորագրությունները։ Այդպես չի լինում։ Բա ԿՊ-ից կմիանան, պահանջները կարծում եք, առանց ժողովրդական։ Այն դեպքում էլ չեն միանա։ Ուրեմն տեսեք, սրա վառ ապացույցը նաև անցյալ տարվա մայիսի ժամանակահատվածն էր, երբ որ շուտ 40,000 մարդ դրսում կանգնած էր եւ ոչ մի շարժում չարվեց։ Միգուցե այդ ժամանակ այո արդյունավետ լիներ, երբ որ մարդկանց բազմություն կար։ Հիմա ժողովուրդը չի ուզում այդտեղ սпасել։ Հիմա ժողովուրդն ասում է՝ սիրելիներ, դուք սկսեք, եթե 36-ը պայմանը, 36 ստորագրությունը լինի եւ դա մտնի արդեն քարտուղարություն, երբ որ սկսվի քննարկումները, այդ ժամանակ ժողովրդին պետք է ակտիվացնել եւ ասել, տեսեք, գործը արդեն հասել է այնտեղ, սիրելի ժողովուրդ, մնում է ձեր օգնությունը, դուք մենք մերն արել ենք, ժողովուրդ հիմա դուք նարեք, ոչ թե ժողովուրդ դուք ձերն արեք, հետո մենք կտեսնենք, կմիանանք թե չէ։ Չի կարելի էլի, պոչից չեն բռնում։ Բայց լավ, ասենք թե կներեք, պոչից չեն բռնում, հենց այդպես, պոչից չեն բռնում գործը գլխից են բռնում, իսկ գլուխը հետևյալն է, նախ հավաքվում է ստորագրությունները, նախ ստորագրությունները հավաքվելուց հետո գնում է քարտուղարություն, հաստատվում է, որ պետք է քննարկվի, նոր ժողովրդին ասում են, ժողովուրդ հիմա մենք քո կարիքն ենք զգում։ Եվ եթե իսկապես համաձայնություն տվեցին, մտավ խորհրդարան, նիստ գումարվեց, ինչ է լինելու։ Կարծում եք քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները կմիանան, թե ես դա արդեն չեմ կարող ասել։ Որ երբ որ ձեզ էին հեռացնում, Հովիկ Աղազարյանին էին հեռացնում խմբակցությունից, որևէ մեկը ձայն չէր հանում։ Միգուցե անհամաձայն էին, անհանգիստ էին, սենյակներում իրարի մեջ բողոքում էին, բայց որը մեկը հրապարակային այդ մասին չխոսեց։ Հիմա դուք կարծում եք առճակատման կգնան Փաշինյանի դեմ։ Կներեք, բայց դրանք տարբեր բաներ են, մի համեմատեք։ Երբ որ մենք հեռացվում էինք, մենք անհատ մարդիկ էինք, չէր դրված պետության հարցը, չէր դրված ընտրությունների հարցը, երկու падգամավոր են, սխալ են պահել իրենք հեռացնում են, դա նույնիսկ ԿՊ-ի ներքին գործն է, դա այդտեղ ժողովրդին խառնելը առնվազն Հենց ԿՊ-ին եմ հարցնում, արդյոք իրենք համարձակություն կունենան այս գործընթացին միանալու։ Կներեք,
ես չգիտեմ դա, բայց երբ որ առաջին քայլը կատարվի, նոր դրանից հետո պարզ կդառնա։ Դու գիտեք ինչ է նշանակում իրավիճակ փոխվելը։ Մինչև այս վիճակը, իրավիճակը, որ ստեղծվեց, մենք չէինք մտածում, որ կարող ենք Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթաց սկսել։ Այո, համար ոտքի կանգնել։ Կարող է ինչ-որ բան փոխել, այսինքն դուք եղել եք թիմում։ Հիմա դուք կարծում եք, որ կան մարդիկ, որոնք իսկապես Փաշինյանի դեմ դուրս կգան եւ կասեն, այո, որ մեր տեխնացուն թող լինի Էդմոն Մարուքյանը եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Գուցե, որովհետև սա էլ ասեմ, այսօր ԿՊ-ի ներսում հզոր մրցավազք է, որովհետև բոլորը փորձում են արանք ճղել եւ անցողիկ տեղերում հայտնվել եւ բոլորը փշերի վրա են։ Եթե մի քիչ տատանվեց, իրենք այսպես մանավանդ եթե իրենց համար պարզ լինի այն որ այսօրվա դրությամբ ԿՊ-ն ըստ մեր հաշվարկների 30-35%-ից ավել չի հավաքելու, իրենք շատ մտածելու բան ունեն շատերը եւ փորձելու են ուրիշ տեղ տաքանալ։ Բայց տպավորությունը հակառակն է, որ բոլորն ուզում են իրենց հավատարմությունը Փաշինյանին ցույց տան, որ ցուցակներում իրենք լինեն։ Դա երևույթ բան է։ Ինչքան էլ որ ցանկանան, գիտեք, այսպեսի մի բան կա։ Շատ բան կպարզվի սեպտեմբերին վարչության նոր ընտրությունների ժամանակ։ Քաղաքացիական պայմանագիր։ Այո, քաղաքացիական պայմանագիրը կատաղած ձևով պատրաստվում է վարչության նոր ընտրությունների։ Ինչու՞ դա ինչ է փոխելու, որ այդքան կատաղած պատրաստվում է։ Որովհետև հայտնվել վարչությունում, այդ նշանակում է արդեն առաջնային տեղում հայտնվել։ Բոլորը պայքարում են, որ վարչությունում հայտնվեն։ Նաև վարչությունում, ոչ թե պայքարում են, որ վարչությունում լինեն, նաև վարչությունում, նաև նրանց ելույթները նայեք, ինչպիսի ջերմեռանդությամբ, այն 4 տարվա չխոսկանները դարձել են կչկչան հավեր։ Ներողություն արտահայտությանս էլի, չի կարելի, սիրելիներս 4 տարի լռել եք, ոչ A եք ասել, ոչ B եք ասել, այսօր ձեզ քաղաքական գործի չեք կարծում։ Ձեր դիմակիցները ձեր նախաձեռնությունը համարում են անլուրջ եւ ասում են, եթե ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնել, թող սպասեն հերթական ընտրությունները, կլինի Փաշինյանը կհեռանա, ինչ են ուզում։ Ժողովուրդը կգնա, կորոշի ում է ուզում։ Նախ անլուրջ են այն մարդիկ, ովքեր սա համարում են անլուրջ, որովհետև մենք ոչ թե ելել ենք ինչ-որ բաներ խոսելու եւ այլ, մենք գնում ենք սահմանադրական կանոնի համաձայն։ Ինչ անլրջության մասին է խոսքը։ Կա գրված օրենք, որ եթե Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորը կամ падգամավորները ձեռնարկում են անվստահության գործընթացը սկսելը, պետք է հավաքվի այսքան բան։ Ինչ անլրջություն։ Մենք փորձ ենք անում, երբ որ այդ երկու падգամավորը արդեն լսել են, որ այն 28-ը եւ գումարած 6-ը 34-ը պատրաստ են իրեն ձայները տալու այն տեխնացուին առանց նախապայմանների, որը կառաջադրվի։ Դրանք այսօր Ռուստամ Բաքոյանը ասում է, որ անլուրջ գործընթաց է եւ ԿՊ-ից ոչ ոք չի միանալու այդ գործընթացին։ Դա Ռուստամ Բաքոյանի կարծիքն է, թող ինքը իր տեղը ամրացնի։ Ալեն Սիմոնյանը եւս բացառում է, որ ԿՊ-ից Ալեն Սիմոնյանն էլ թող իր տեղը ամրացնի։ Ես գործ չունեմ նրանց ասածների հետ։ Ես օրենքի տառն եմ բացատրում։ Ինչ անլրջության մասին է խոսքը։ Մենք ձեռնարկել ենք այդպիսի բան։ Օրենքով գրված է, որ իրավունք ունենք դա անելու։ Գրված է թե ոչ։ Գրված է, չէ, որ ազգային ժողովի падգամավորը իրավունք ունի անվստահության պրոցես սկսելու։ Դուք էլ օգտվում եք ձեր իրավունքից։ Մենք օգտվում ենք մեր սահմանադրական իրավունքից։ Դա անլրջություն չէ։ Իսկ ինչու հենց Էդմոն Մարուքյանը, ինչու կանգ իր ընտրության առջև։ Մենք շուրջ 7 տեխնացու ունենք, մենք դրա մասին խոսել ենք, պարոն Աղազարյանն էլ է խոսել, հետո քննարկումների ժամանակ մնացին 3-ը, Աղազարյանը, Լյովան մեր Մխիթարյան, հանրային մեր կուսակցության հանրային կապերի ղեկավարը եւ Մարուքյանը։ Հետո վարչությունում մենք միաձայն որոշեցինք, որ Մարուքյանին ենք առաջարկում, որտեվ Ինչու ոչ Աղազարյանը, այլ Մարուքյանը։
որովհետև այստեղ փոքրիկ նյուանսներ կան։ Աղազարյանը կամ ենթադրենք ես, եթե առաջադրվենք, դա իսկապես կլիներ անլուրջ, դուրս կգար, որ մենք պաշտոնի համար ենք ձգտում, ես իմ ովքեր ենք, ես իմ կարիերիստներ ենք եւ այլն, մենք չենք ցանկանում, մենք ուզում ենք գա մի մարդ, որը այսօրվա դրությամբ քաղաքական դաշտում կայացած է, մեկ, երկրորդ, շատ լավ պատկերացնում է այս գործընթացը եւ համոզված ենք նաեւ, որ ինքը չի շեղվի այն արժեքներից, որ մենք միասին համաձայնության ենք եկել։ Կարծում եք այդ մարդը հենց Էդմոն Մարուքյանն է եւ ընկալելի է այո, մենք շարունակ քննարկում էինք, հանդիպում էինք, քննարկում էինք, ի վերջո եկել ենք համաձայնության։ Էդմոն Մարուքյանը իսկապես պատրաստված տղա է, պատրաստված անձնավորություն է, գիտի շատ բաներ տեղեկացված, բացի դրանից ես կարծում եմ այն մարդիկ, ովքեր ասում են, հա, աշխատել են եւ այլն, կամ Էդմոն Մարուքյանին ինչի պետք է ենթադրենք ընդդիմությունը ձայն տա, բա Նիկոլ Փաշինյանին ոնց ձայն տվեցին հանրապետականն ու դաշնակցությունը, բայց հիշում եք, չէ, ժողովրդական ինչ ճնշում կար։ Ուրեմն այստեղ էլ պետք է թող առաջին քայլը լինի։ Կարծում եք մարդիկ կհավաքվեն։ Թող առաջին քայլը լինի, ժողովրդին կկարողանանք համոզել, որ ժողովուրդ դուրս արի եւ ապացուցիր, որ դու ուզում ես նոր իշխանություն, որը կլինի իսկապես քեզ հավատարիմ, ժողովրդին հավատարիմ եւ ոչ թե կշեղվի հեղափոխական արժեքներից, ինչպես շեղվել է այս իշխանությունը։ Մենք այս իշխանությունից հեռացվել ենք դրա համար, իրականում մենք չենք հեռացվել, իրականում իրենք են հեռացել այն արժեքներից, որ 18 թվականին մենք եկանք իշխանության։ Եթե երկար լիներ, մի հարցով մենք կարող էինք քննարկել, թե ինչպես են նրանք այսպես հեռացել հեղափոխական արժեքներից։ Հիմա կարծում եք իսկապես թիմը այսպես խոճապի մեջ է եւ կարծում եմ, որ իրենք չեն վերընտրվելու։ Դուք ինչ խնդիր եք տեսնում եւ արդյոք իսկ Փաշինյանի հնարավորությունները Ես ասում եմ այսօր հստակ հայտարարում եմ, եթե Մարուքյանը դառնա վարչապետ, էլ ավելի կքչանա նրանց վերընտրվելու հնարավորությունը, 35 էլ չի հավաքի, բայց ռեսուրսներով ամեն ինչով, եթե մնա Նիկոլ Փաշինյանը, երևի 35-ին կհասցնեն։ 35% եւ հետո ինչպես են այդ խնդիրը լուծելու, կարծում եք։ Խորհրդարան ես դեռ մի 2-3 ամիս առաջ եմ ասել, որ առաջի խորհրդարանում 4-ից 5 ուժ է լինելու։ Ամենակիչը 4-ից 5 ուժ լինելու է եւ ովքեր կլինեն եք կանխատեսում։ Թողնենք դա։ Ինչու՞։ Որովհետեւ այս մեկ տարին, տեսեք, այսպես վերցնենք։ Այսօր կողմնորոշված 50% չկա մարդկանց, որ կողմնորոշվածը հստակ։ 50-ից 55%-ը սպասում է նոր վիճակի, նոր իրավիճակի, նոր ընտրության։ Եթե ընդդիմությունը, իրական ընդդիմությունը կարողացավ միավորվել, ժողովրդին բերել մեկ դաշտ եւ ապացուցել, որ ինքն է արժանի ժողովրդի վստահությանը, ուրեմն այդ լավ կլինի։ Եթե չէ, ժողովուրդը հիասթափության մեջ չգնաց ընտրության, ապա հավանական է, որ իշխանությունները մեծ տոկոս կհավաքեն, որովհետև ինչքան քիչ լինի մասնակցությունը, իրենց տոկոսը այնքան բարձր կերևա։ Դուք կարծում եք նաև, որ իշխող թիմը կոալիցիաների միջոցով կփորձի այդ խնդիրը լուծել։ Ասում եք 35-36% հազիվ հավաքի։ Չի, կոալիցիա կլինի, չի լինի, 35%-ից ավել չի ունենա։ Հիմա այդքան շտապ է Փաշինյանին հեռացնելը, որ մեկ տարի չեք ուզում սպասեք ընտրություններին։ Ինչ վտանգ կա։ Հենց որպեսզի մեկ տարվա ընթացքում Փաշինյանը մեր պետությանը վնասակար որևէ բան չստորագրի։ Սա մեկ, երկրորդ, որպեսզի ընտրությունները իսկապես անշահախնդիր ձևով, ճիշտ ձևով գնան։
որպեսզի ռեսուրսներ չօգտագործվեն, որպեսզի իշխանություն չօգտագործվի, որպեսզի այլ միջոցներ չօգտագործվեն, որովհետև այդ բոլորը չունի Էդմոն Մանուկյանը։ Ինչ վտանգավոր բան կարող է Փաշինյանը ստորագրել, նկատի ունեք խաղաղության պայմանագիրը։ Ես դա չեմ բացում արդեն, բայց մենք գիտենք, որ վտանգավոր երևույթ է, չպետք է թույլ տալ, որ հանկարծ որևէ սխալ լինի։ Գիտեք, ես չեմ ուզում բան ասել, բայց անցյալ օրը ես մի վատ բան լսեցի, մինչև հիմա չեմ կարողանում մարսել։ Փաշինյանն ասում է, այդ հողերը, որ զիջել ենք, այդ հողերը մեզ ոչ մի դրամ փող չէին բերում, ոչ մի բան չէին բերում, ինչ են ասում, հարկ չէին բերում, դրանց վրա ոչ մեկը չէր ապրում։ Սա գիտեք ինչ որտեղ է ասել, նման բան է ասել։ Հա, ես լսեցի, ասենց ես ուղղակի շոկի մեջ էի։ Հայրենիքը նրա համար չի, որ քեզ օգուտներ բերի։ Հայրենիքը նրա համար է, որ դու սիրես ու նվիրվես։ Եվ կարողանաս այնպես անել, որ մարդիկ այդ հայրենիքը ծաղկեցնեն, ոչ թե ասեն, այսի պետք չի տանք ուրիշի։ Բայց 3 տարի առաջ էլ ասում էր այդ ձյան գլխին, Սարի գլխին անընդհատ ձյուն է, պետք է գնանք պատերազմ անենք այդ Սարի համար, եւ դուք լռեցիք այդ ժամանակ։ Չեմ լռել, կներեք, ես բազմաթիվ անգամ ասել եմ, էլ նորից չեմ կրկնելու։ Բայց հրապարակային չեք խոսում։ Չեմ բազմաթիվ անգամ, այո, որտեվ դեռևս կամանդում էի, դեռևս ներսում էի եւ իրավունք չունեի։ Դա հենց մի անգամ հաղթեցի, որ ինձ հեռացրեցին, քանի դեռ դու թիմում ես, դու ներսում, եթե կարող ես պայքարել, ես պայքարել եմ ներսում, ասել եմ, դեմ եմ դուրս եկել, լուր կամ խոսքով, բայց եկավ հասավ մի այդպիսի կադր, երբ որ այլևս լռել հնարավոր չէ։ Երբեք չի կարելի մեղադրել, թե այն ժամանակ դուք այսպես եք։ Գիտեք ինչ կա, դուք վերցրեք համաշխարհային հեղափոխությունները, օրինակ ֆրանսիական բուրժուական հեղափոխությունը, չէ, Դանտոնը եւ Մաքսիմիլիան Ռոբեսպիերը իրար հետ սկսեցին ամբողջը, բայց հետո գաղափարի վրա այնքան իրարից հեռացան, որ նույնիսկ թշնամացան։ Կամ թեկուզ կուբայական հեղափոխությունը, երբ որ ոտից գլուխ Չէ Գևարան հեղափոխական էր, իսկ Ֆիդել Կաստրոն գալով իշխանության բավարարվեց դրանով, դրա համար էլ նույնիսկ մինիստրական պորտֆելը Չէ Գևարան թողեց եւ գաղտնի գնաց Բոլիվիա, որպեսզի այնտեղ էլ հեղափոխություն բարձրացնի, որտեղ ինքը իրեն կոչում էր հեղափոխական, վերջնական հեղափոխական, պաշտոնը պետք չէր, ինձ համար կերպարներ Չէ Գևարաներն են, ինձ համար կերպարները Դանտոններն են։ Հիմա Փաշինյանը հեղափոխությունը ձախողեց։ Այո, հեղափոխությունը Փաշինյանը եւ նրա թիմը հեղափոխական արժեքներից հեռացել են։ Մենք ենք մնացել այդ գծի վրա։ Իրենք հեռացել են։ Ինչով են հեռացել։ Ամեն իրենց գործողություններով։ Օրինակ, մի բան ասեմ։ Իրենք ասում են համակարգային կոռուպցիա չկա։ Գուցե համաձայնվեմ, համակարգային կոռուպցիա չկա, բայց այսօր միջին օղակում կոռուպցիան ծաղկել է։ Եվ դա պատճառը գիտեք ինչն է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտնվում է իշխանության ձեռքին։ Մենք մեր ծրագրում դրել ենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է լինի ընդդիմության ձեռքը, որպեսզի ընդդիմությունը որպես պլետ օգտագործի դա իշխանության դեմ եւ թույլ չտա, որպեսզի երկիրը թալանվի։ Ասում են մենք կոռուպցիան արմատախիլ ենք անում, չեք տեսնում, ինչ քրեական գործեր են հարուցվում։ Գիտեք ինչ կա, ես բան կասեմ, արմատախիլ եք անում եւ մեկ դուք հաշվեք 7 տարի է դուք մի գործ գցում եք, 7 տարվա մեջ այդ մարդկանց ինչքան եք վճարել, որ այդ գործը գա վերջ հասնի եւ ինչքան է եկել դրա շնորհիվ։ Ախր այստեղ թվաբանություն կա, 7 տարվա մեջ ցույց տվեք թեկուզ մեկին, որին դատել եք։ Ցույց տվեք մեկին, որին պատժել եք։ Չեք պատժել, չեք դատել։ Թե ինչ է Վերմիշյանը։ Ինչ։ Վերմիշյանի կալանավորեցին, դատ գնաց։ Հետո ինչ տվեց դա։
Ինչու Ռոբերտ Քոչարյանը նստած չի, միլիարդներ Այնի նախկին նախարարը։ Ինչու 7 տարի է Ռոբերտ Քոչարյանը նստած չի, ինչու Սերժ Սարգսյանը նստած չի, ինչու Լիսկան նստած չի, ինչու Գագիկ Խաչատրյանը նստած չի, որտեղ են այն մարդիկ, ովքեր ոչ թե կոպեկներ, այլ միլիարդներ են տարել երկրից։ Բա ինչու նստած չեն ձեր կարծիքով։ Դրա համար ես ասում, այսօրվա անդիմությունը եւ իշխանությունը իրար հետ սերտաճել են շատ գեղեցիկ ձևով եւ մեկի գոյությունը ապահովում է մյուսի գոյությունը։ Իրենք էլ կասկածում են ձեր անդիմադիր լինելու մեջ եւ ասում են դուք ստեղծվել եք որպես կուսակցություն եւ աջակցելու եք Փաշինյանին հետո։ Ով ասում։ Անդիմությունից։ Անդիմությունը թող ասի, ժողովուրդը վաղը կտեսնի ինչի, թող նրանցից որևէ մեկը դուրս գա ասի, նրանք գիտեք ինչու են վախենում, որովհետեւ հենց որ գալիս է միտեղ, որտեղ պետք է արդեն ինչ որ լուրջ քայլի դիմեն, կանչում են ասում են լսեք, գիտեք չէ, այսքան միլիարդներ այնտեղ են, մի հատ ավելորդ քայլ է կարել այդ միլիարդները մեջտեղ կգան։ Բայց որևէ մեկը չի վախենում, Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ընտրությունների, Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ հիմա ժամանակն է Փաշինյանին հեռացնելու կոնկրետ ծրագիր ունենք, այնպես որ գործընթացներ շարունակում են ընդդիմության։ Ես էլ ձեզ ասացի, չէ՞։ Ասացի։ Հիմա ամփոփելով զրույցը, սպասում եք ընդդիմության պատասխանին։ Իմ սենյակում դրված է փաստաթղթերը։ Երկու ստորագրությունը կա, առաջինը Հովիկ Աղազարյան, երկրորդը Հակոբ Ասլանյան։ Համեցեք, ստորագրեք, 36-ը թող լրանա, դրանից հետո կմտածենք, թե ինչպես զարգացնենք ամբողջ ընթացքը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Զրուցում էի ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։